Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ֆուտբոլասերներ, Նուր TV եթերում կրկին տրիբունա հաղորդաշարն է, որտեղ ես ու Գևորգը քննարկում ենք ֆուտբոլային թեմաներ։ Արդյոք 2050 թվականին մեր հավաքականը կդառնա Եվրոպայի առողջության մրցանակակիր։ Կտեսնենք Մարկուս Ռեշֆորդին ոսկե գնդակ հաղթելիս, եւ արդյոք Չելսին ու ախաղի երկրորդ խաղակեսին նոան կարող էր խփել 9 գնդակ, այդ ամենը մենք կպարզենք ոչ այս հաղորդման ժամանակ, դա թող ուրիշ հաղորդման ժամանակ պարզեն, ինչ կպարզենք այս հաղորդման ժամանակ։ Մենք կպարզենք, թե ինչ է նշանակում իտալական կատենաչո։ Մենք կփորձենք հասկանալ արդյոք Վենեցիան երբևէ կհաղթի Սկուդետոն եւ ինչու է Յուվենտուսի վիճակը այս պահին այդքան վատ է։ Քննարկենք ում հետ, Գևորգ։ Մեր հյուրն է, Մարտով աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ, ավարտել է ֆիզիկուլտուր ինստիտուտը, բայց հիմա նկարանում է սիթքոմներ եւ այլ հումորային հաղորդումներ։ Մարտով սիրում է ֆուտբոլ, բայց քաշ գցելու համար չի խմում գարեջուր։ Մեր հյուրն է պրոդյուսեր, հումորիստ, հաղորդավար, լավ ընկեր, լավ մարդ Վահե Խաչատրյանը։ Պեչ, ապրեց Գևորգյան։ Կհամնստեմ։ Գևորգյան, դուք արդեն հումորիգայի չեմպիոն դարել եք այս միջոցով, դրա համար էլ միալ է հերիքա։ Իմիջիալս ասեմ, որ 2000 անհատական վերցումն է, 2050 թվականին հերիք չի մենք չենք իմանա արդյոք կլինենք մրցանակակիր թե չէ, հասկանանք հավաքական կունենանք թե չէ։ Դրա համար մեծ հարց, որտեղ ես իրոք առաջարկում եմ։ Արդյոք Եվրոպայում կխաղանք այդ ժամանակ, արդյոք մենք կլինենք Եվրոպայում, вообще, դա հետաքրքիր է։ Որտեղ վերջին խաղերից հետո ինձ մոտ տպավորությունն է, որ հայկական Հայաստանի հավաքականը այդ ոչ թե ֆուտբոլային թիմ, այլ դիագնոզը։ Այսինքն կարող մեկը մտնի, չէ, ասի, կնեք, անալիզներս եկել, ասեն, հա, ինչա Հայաստանի հավաքականը, այսինքն այս մասշտաբի է, էլի։ Բայց բուժվող է։ Կարծում եմ այո։ Դե չգիտեմ, քանի մեր գլխավոր բժիշկը այս վիճակում է, ու մեր կարևորագույն դեղահաբը, մեր լեգենդը այսօր խաղում է ամենաբարձր մակարդակում, բայց ինքը չկա մեր հավաքականում Մինչև 2050 թվականը կվերադառնա։ Մինչև 2050 թվականը երեխեքները կվերադառնա Հայաստան։ Ես կարծում եմ, եթե Ռամոս Հակոբյանը կազմակերպի այդ արիտուն միջոցառումը միգուցե Մխիթարյանը վերադառնա Ռամոս Հակոբյանի խաթր, բայց Արմեն Մելիքբեկյանի խաթր դժվար վերադառնա։ Ոնց է Վահե ջան։ Հայկական հավաքականից լավ։ Այսինքն առողջությունը նորմալ է։ Այսինքն վրացիները իմեծ ոչ մի բան չեն արել։ Զելի։ Սա նորմալ է, էլի ոնց է։ Ինչ ասեմ։ Պետք ինչ է արել։ Ներուժը ո՞րն է մեր հավաքականի։ Ո՞վ ներուժը։ Նոր ֆուտբոլիստ է։ Ներուժը։ Մեր Հայաստանի հավաքականի ներուժը ես կարծում եմ ամենայն հարգանքով այդ որ իրանք համակերպեն այդ մտքեր ու չխաղանել։ Այսինքն պետք է կան կենտրոններ չխաղան ախպեր։ Չունենանք մեր այս բան ունենանք երիտասարդական հավաքականներ, ազգային չունենանք, թե չունենանք։ Այսինքն ոչ մի բանով սահմանադրության մեջ գրած չէ, որպեսզի դուք ճանաչվեք անկախ պետություն, պետք է ունենաք ֆուտբոլի հավաքական։ Չկա չէ, ախպեր եկեք հանեք առանցնեք կոտրված ներաշխարհով ազգ կամ կարելի ավելացնել սահմանադրության մեջ։ Ավելացնենք, որ չպետք է լինի հավաքական ախպերը, հանգիստ ապրենք, գոնե։ Բա ինչ լինի, լավ։ Արի դրա փոխարեն թող լավ զիմնի պագրիշկ արտադրենք, չգիտեմ։ Ասենք նոր տարվա դեմ մանդարին բերենք լավ գնով։ Ինչ որ ուրիշ բան, օգտակար մի բան։ Այդ գումարը տան նկարենք լավ սերիալներ։ Ֆուտբոլիստները դա ինչ անեն։ Տղերք հետ կարելի է շփվել։ Տենակ այնտեղ ով է, ինչ լավ։ Տղերք հետ դրսում թող գնան խաղան, ախպեր, գնա Տիգրան Բարսեղյանը։ Գնա այնտեղ գոլ է խփում, Մարսը փող աշխատում, թող այնտեղ գոլ խփի, փող աշխատի, չգաս թե մենք ներվային անանք։ Հասկանու եք, դիտեք հիմա կապեք են կանում, բայց այդ ինչ տրագեդիա է, հիշում եք։ 6-1-ը։ Որ մեկը։ 6-1-ը, որ մեկը, ցավը տալու։ Դեռ ջան, խնդում ենք, այդ ինչ է դուք։ Օրինակ Վարդան Մինասյանի ոսկե սերունդի ժամանակ շատ ու շատ հավաքականներ չեն ուզում խաղային մեր դեմ, որովհետև մեր ներուժը ֆանտաստիկ է։ Նայեք, օրինակ այդ ժամանակաշրջանի տղերք հետ ես բախտ եմ վիճակվել, ես խաղամ իրար դեմ։ Նույն ֆուտբոլ։ Բլոտ։ Հա, ունեցել եմ այդ հնարավորությունը նույն Մխիթարյանի, Ղազարյան Գևորգ իրանք առաջին լիգա են խաղում, մենք էլ ենք առաջին լիգա խաղում ու առաջ ունեցել ենք խաղալու։
ու կար մեր մոտ տպավորություն, որ անկախ նրանից որ մենք պարտվում ենք որոշակի խաղեր, մենք չէինք մեղադրում այդ տղերքին, ասում ենք, հա, դուրս են գալու դա։ Խաղը չստացվեց, Իռլանդիան օրինակ պարտվեցինք այդ Չալաբաստիկ խաղում։ Մարդ կար, որ նույնիսկ ասեմ են 3 պատահական հաղթանակից հետո որ Գերմանիային ինչքան էր 1-0 պարտվեցինք, էլի ոչ մեկի լեզուն չէր պատտվում, ասում ենք Գերմանիա դուրս եկան։ Բայց հիմա տրամադրություն, մթնոլորտ չկա հավաքականում։ Չկա։ Իսկ դա ինչից է կարծում ես։ Ասեմ ինչից է, որովհետև հեղինակություններ չկան հանդերձանում։ Եթե հավաքականում կա առաջատար, օրինակ ինքը չի կարա օրինակ ձեն չանի, երբ որ ռանոցին օրինակ ու գնա միանգամից մարշի մոտ։ Ինձ երկար կապրեք, տղեր, հենց այդ է ուզում ասել։ Գնա, այսինքն դու հասցնում ես, պետք է լինի այդ մեկը, որ ինքը այդ հարցը, օրինակ ես արդեն ունեցի խոսալու տղերքից, օրինակ Հակոբ Հակոբյանի հետ։ Ասում է էլեմենտար բան, որ Մխիթարյանը գալիս է, ամեն իր շարժ ու ձևը, նստելը, չգիտեմ, խաղը կոշիկի կոչկելը, նախավարժակին մոտեցումը, իր լրջությունը խաղից հետո, այդ մի հատ մասնիկ է մեծ ֆուտբոլից, որը դու ստանում ես, դու շնչում ես, դու դրանով ապրում ես։ Իսկ եթե տղին չկա, մեր թիմում ֆուտբոլիստ ունենք, որ հավաքի ժամանակ եղել, որտեղ է եղել, գիշերը բոլորը պարկել են քնելու, ասում է պատմանից աշահորմա է առաքում պատվիր է, թելով ուզեցել անի, մարզը չտեսել է հանել հա, տեսել է բենզին չի չես վերցրել։ Դες մի բան այլ, բա սոխով ես վեկալը ձեր չէ։ Օրինակ այն ժամանակ ինձ թվում է այդ թիմի տղեկը խաղից հետո է կամ եթե խաղ չկար արձակուրդի ժամանակ գնում էին ասենք իրար հետ խաղ շուտելու։ Այսօր այդ թվում ենք օրինակ Կարլեն Էնստոն ծնունդ անելու։ Հրաշալի բան է սա։ Այսօր գնում ենք օրինակ այսօր ինչ է կանում կարող է կանանցով հավաքվեն գնան կինո։ Ախպեր դաժե եթե գնում են խմելու, որը որ հակացուցված է, իրար հետ են գնում։ Օրինակ ա ռեժիմը խախտում են, իրար հետ են խախտում։ Դա թիմի հոգեվիճակն է։ Օրինակ ինչ չի թվում որ Ուդոն մի օր կզանգի Նայիր Տիկնեզյանին կասի հրավիրում եմ մեր տուն խաշ ուտելու չէ։ Որովհետև իրանց մշակույթի նա խաշը ինչ է։ Որովհետև իրանց մշակույթով ով միգուցե օրինակ չեն չկա այդ ընկերությունը չկա, հարաբերությունը չկա։ Ես կարծում եմ նման բան կա մեր ներկայիս հավաքում, նման խնդիր կա։ Ճիշտ ես ասում։ Այդ կարևոր փաստ է։ Իսկ այդ որ իրանք իրար հետ օրինակ ընկերություն չեն անում, ֆեդերացիան ինչ մեղք ունի։ Ֆեդերացիան, որովհետև ֆեդերացիան ի սկզբանե ինքը չի ստեղծում այդ տրամադրությունը, այդ մթնոլորտը, պետք է ավանդույթ ունենա։ Այո։ Թիմը պետք է ավանդույթ ունենա։ Պահել այդ ավանդույթը։ Հա, նույն Եղիշե Մելիքյանն հետ արդեն ունեցել շփվել, ասում եմ, օրինակ կար շրջան, որ լեգիոնականներին, ովքեր հայերեն չէին հասկանում, ասում խաղի ժամանակ կարող է հակառակ որ թիմի ֆուտբոլիստը հայո էր։ Հայը ինչ որ չի հասկանում։ Ասում օրինակ մենք այդ որոշեցինք, ասում ես էի Շահագերզյանը եւ այլն, որոշեցինք փոխել դա։ Որովհետեւ դա նորմալ չի։ Հայը ինչ որ ինքը հայերեն չի հասկանում, ինքը էսպես ինքն թիմը սկսեն հայհոյել անգլերը։ Հա, սկսեն հայել անգլերը։ Չէ, ասում եմ մշակույթ փոխեցինք, որ այս վերաբերմունք քեզ մոտեցում ուրիշ է։ Կամ երիտասարդ ֆուտբոլիստները որ գալիս են չպետք է հանդերձանան անկյուրում սպասեն մինչև մեծերը լողանան դուրս գան։ Տես բան կա ժամանակին։ Չէ, կարծում եմ հիմա էլ որոշ տեղերում ոչ ֆուտբոլում, այլ բասկետբոլում միջև հիմա էլ լսում եմ որ ռուկիները տանում են փորձառու բասկետբոլիստների պայուսակները։ Միգուցե ես բասկետբոլիստների լոգարանում չեմ եղել ի տարբերություն։ Բայց հիմա փոխվել ասում ավելացել է խցիկներ։ Հա։ Հա։ Կաչեկա բանը երկարել է։ Աներ կոկով մի տեղ։ Հիմա տեսեք այդ է սա հարցը, որ մեզ ավանդույթ է պետք։ Ավանդույթ կրողներն են, այդ են մարդիկ են, որոնք գալիս են էլի ոնց պատտվեն, գալիս են մանկապատանեկան։ Ես կարծում եմ, որ հիմնական թիմը պետք է խաղա այն ֆուտբոլը, որը սերմանում է տվյալ ակումբը իր մանկապատանեկան ֆուտբոլիստների վրա։ Որ ֆուտբոլիստներն են, օրինակի համար, եթե խաղում են 4-3-3, հիմնական թիմը խաղում է 4-3-3, ուրեմն ակադեմիայում էլ են խաղում այդ նույն մարտավարությամբ, որ ֆուտբոլիստը արդեն պատրաստի բարձրանա ավելի տարիքային թիմեր, որ ինքը հաստինտեղ իրան չդնեն նորից բացատրեն, ասեն դու սենց պետք է խաղաս։ Ինքը գիտի այդ դիրքում ինքը ինչ պետք է անի, ուղղակի արդեն տակայի պատմություն։ Հա, լրիվ մի պատմություն է։ Տակայի պատմությունը գիտես ոնց է եղել։ Գյուլբուդարյանն ոնց է պատմում, ասում է, եկա մի հատ շրջան 2004 եվրոն
երբ խայտարակ բարձվեց Իսպանիան, Այո։ հասկացան, որ ռեալ պրոբլեմ է, նույնիսկ եթե չեմ սխալվում, 4-ին իրանք դուրս չեկան, խմբից էլ դուրս չեկան։ Այդ տարի Հունաստանը, Պորտուգալիան դուրս եկան։ Հունաստանը, Պորտուգալիան եւ Ռուսաստանն ու Իսպանիան դուրս չեկան։ Ու եկավ այդ դրան, որ իրանք պետքա կոորդինալ ինչ-որ փոփոխություն անել։ Ու շատ բարձ օրինակ վերցին։ 4 տարի։ Իրանք գծեցին իրանք սպորտային տնօրենը եւ այլն, մշակեցին այդ հասկացությունը, տիկիտակը եւ այլն։ Ու ֆուտբոլը եւ ֆեդերացիան Իսպանիայի բոլոր ակումբներին հրավիրեց, ասաց ես առաջարկում եմ, որպեսզի մեր ակումբները ակադեմիաները մարզվեն այսպես։ Առաջարկը սենց, չգիտեմ, օրինակ Ռայո Վալեկանոն, ասում կամ Սևիլյան, ասում չեմ ուզում, ասում հարց չկա, մի ուզի։ Իսպանիայի մնացած պատանեկան, չգիտեմ, հավաքականներում երիտասարդական Ռայո Վալեկանոն ֆուտբոլի չեն վերցնում։ Բնականաբար եթե չեն վերցնում այդ հավաքականները, ֆուտբոլը մնում է իա գինը ընկնում է, չեն կարող վաճառեն եւ այլն եւ այլն։ Շահիչի մեջ չի Այո, դառնում։ հետագայում այդ 4 տարվա մեջ եկավ դարձավ այդ տիկիտակը հասկացություն, որ արդեն մենք արդյունքներ դարձեն գիտենք ինչ դարձավ, էլի։ Աշխարհ 2012-ին առանց կենտրոնական ընդգծված կենտրոնական հարցակվողի մարդիկ չեմպիոն են դառնում Դոմինանտ ֆուտբոլով։ 4 հատ է գոլ են խփում։ Այն էլ աշխարհի չեմպիոն դարձան Իտալիային, էլի, որ աշխարհի Կիելինի, չեմպիոն դարձան Բարսալի, Բուֆոն։ աշխարհի չեմպիոն դարձան հենց տիկիտակայի շնորհիվ էլի ֆուտբոլիստները ամբողջ Բարսելոնայից են որ գոլ խփեցին։ Դե հա, եթե այդ տրամաբան, Ես չեմ կարող չնշեմ։ այդ տրամաբանությամբ եթե խոսենք, օքեյ, ես ինչքան է Բարսելոնան սիրում, բայց պետք է ֆիքսեմ որ այնտեղ կա Ռամոս, այնտեղ կա Աբդևիլիա, այնտեղ ֆուտբոլիստները Բարսելոնայի Ռեալի հետ կապ չունեին։ Չլիներ Բայց իրենք Կասիլիասը։ կարևոր Եթե չլիներ Կասիլիասի աչը ոդկը Ռոբենի խփածին ինքը հակառակ չդներ, կարող է Ինիեստայի գոլը։ Շատ բաներ եթեներ։ Քանզի ես հանդիպել եմ իտալական ֆուտբոլի սիրահարի, ես պետք է հարցնեմ, դու դեռ լռիր։ Արդյոք շատերը անվանում են Ռոբերտո Բաջոին իտալական ֆուտբոլի պատմության լավագույնը։ Դե չէ, դու Դա իհարկե սուբյեկտիվ է, բայց շատերը ատում են Ռոբերտո Բաջոին 94 թվականի 11 մետրանոց դիպերից։ Արդյոք Բաջոն էր մեղավոր, որ ես կարծում եմ, որ չէ, ոչ մեկ Բարեզին էլ է մեղավոր, Բարեզին է նույն տրամաբանությամբ ավելի կարևոր 11 մետրանոց Բարեվեց Բարեսին։ Հիմա նույն տրամաբանությամբ նույն Պալյուկան այդ ավելացած ժամանակին ես չեմ սխալվում, որ գնդակը գալիս կպնում է դիմաց, կպնում է ուսին, կպնում է դարպասածողին, ասես բռնում է ու ասես համբուրում է դարպասածողը։ Չէ, դա լուրջ չի, ոնց կարա ինչ-որ մեկը, ես ամենայն հարգանքով եմ ասում, բայց ֆուտբոլային երկրպագուի առասարակ ֆուտբոլ նայողի կողմից դա տրամաբանական չի։ Ատել, որ ինքը պենալը չխփեց, Ուղղակի ինքն էր, չգիտեմ, համինքը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, սաղի հույսը Բաջոն էր Իտալիայում, ու ինքը երրորդ 11 մետրանոցը, որ վրիպում է Բրազիլիան հաղթում է աշխարհի առաջնությունը, բոլորի կոպիտ ասած աչքի փուշն է դառնում Բաջոն։ Բայց այն, որ ինքը հասցրեց, ոչ մեկ չի հիշում, թե միջև եզրափակիչ ինչ էր կատարվում։ Հրաշալի գնդակ ինքը Հունգարիային էլ երկու գոլ կենտրոնից եթե չեմ սխալվում, որ շատ լավ անցավ, 2-3 հոգու մոտական անկյունը գրավեց։ Բայց 94 թվականին հենց դրա պատճառով, որ Իտալիան չհաղթեց աշխարհի առաջնությունը, ոսկե գնդակը Ստոյչկովին տվեցին։ Այո, բայց Ստոյչկովը հիանալի ֆուտբոլ էր խաղում։ Համ մունդիալին լավ խաղաց, միջև կիսեզրափակիչ բերեց Բարսելոնայում խաղ, ուղղակի այդ տարի 4-0 պարտվեց Բարսելոնա Միլանին։ Սամպդորիային։ Չէ, եզրափակում Միլանին 4-0 90 թվականին դե Բաջոն հրաշալի խաղաց հավաքականում։ Բայց արդեն նույն կարևորությունը չուներ, դա արդեն կար Դել Դե այդ իդեպ այ հենց 98 թվականին կորոշվեր Դել Պիերոյի ճակատագիրը որպես ոսկե գնդակի հավաքնորդ, որովհետև այդ տարի Ռոնալդոն, Զիդանը եւ նա հենց եվրոպական դե 90 թվականին արդեն նրանք հասել են եզրափակիչ։ Դել Պիերոն ֆենոմենալ խաղեր խաղաց է։ Մարչելո Լիպին էր ժամանակ գլխավորում, Ինզագի, Դել Պիերո հրաշալի թիմ էր, շատ լավ թիմ էր ու ես հիշում եմ նույնիսկ ոնց ասել, կիսեզրափակում Դինամո Կիևին կիսեզրափակում հաղթեցին Լաբանովսկու Դինամոին, ճիշտ է։ Այո, լեգենդար Դինամո Շևչենկո Ռեբրով եւ այլն։ Եզրափակում պարտվեցին 0-1 հաշվով Ռեալին միատվի չխփեց ու Դել Պիերոն այդտեղ շատ ուժեղ էր։ Դե ասում են որ ինչ որ խախտումով գոլ է եղել, խաղից դուրս գոլ է եղել։ Դու պարտադիր դե Ռեալի մասին։ Դա դասական է։ Այսինքն Ռեալը երբ խաղում դու արդեն պետք է իմանաս որ 0-1 Բուֆոնին որ կարմիր քարտ տվեցին 3-0։ Չեմ ուզում, ես Վասկեսին որտեղ տենամ, անկեղծ եմ ասում, ֆիգուրնի աթյորկով երկու հատ կուղարկեմ։ Էսի նույն Ռեալի երկրպագուներն են դա։ Որտեղ կտենաս Վասկես։ Որտեղ լինի, չգիտեմ։ Ֆիգուրնիով։ Ֆիգուրնիով, причем բան աջապնյակի բոքսերի մոտ կարելի է հանդիպել, հիմա կարելի ասել որ այս վերջի խաղերից հետո ինքը մաքսիմում ինքը խաղադի կա։ Դե էտա
Վասկեսը այդ տեսակն է, այդ պենալ չէր մեկ։ Երկրորդը Կարմին ու Ռոնալդոն ինքը մեծ ֆուտբոլիստ է, բայց այդ գոլից հետո որսեն Բայց ախր թիկունքից հրեց է։ չէր հրեց, հավատամ, դա հրում չէր։ Իսկ եթե Դել Պիերոին համեմատենք այն անձնավորության հետ, Ես միևնույնն է Դել Պիերոին եմ սիրում, բայց Տոտին օրինակ նույն Եվրո 2000-ին հրաշալի ֆուտբոլ խաղաց, այդ տարի ես կարծում եմ Տոտի Նեստա Կանավարո մեկը Դելվեկյո կարելի ասել Եվրո 2000 դուք հիմա գնում եք այն ժամանակ որ ես շատ էի նայում ֆուտբոլ Տոլդոն դարպասին ֆենոմենալ թիմ էր Տոլդոն է չէ՞ Կատենաչոն այդ ժամանակ էր Կատենաչոյի դեռ ուզում ենք խոսել ես կարծում եմ իտալական Հիմա կիմանանք ինչ է Կատենաչոն Այո իտալական Կատենաչո իտալերեն պաշտպանություն չի այո հենց Կատենաչոն ինքնին երբ կանխամտածված դու խաղում ես երկրորդ համարով նույնիսկ երբ դիմացի թիմը դասով քեզանից ավելի ցածր է բոլոր խաղերում Իտալիան երկրորդ համարով է խաղացել ավելի քիչ գնդակ է պահել միշտ պաշտպանվել է բայց միշտ նորմալ հաշիվներով հաղթել է Մենք ունենք այսպես 3 օրենք մեր հաղորդման ժամանակ այստեղ քաղաքականությունից չեն խոսում այստեղ հաց չեն ուտում կարելի է սա եւ այստեղ խաղում ենք խաղ գնացինք Հիմա պետքա խաղանք խաղ, ով եմ ես։ Եթե ֆուտբոլի երկրպագու ես, ապա պետք է ունենաս ֆուտբոլային խաղաշապիկներ։ Իսկ լավագույն խաղաշապիկները ունեն մեկ հասցե։ Երևան տոնավաճառ, 3-րդ հարկ B 193 տաղավար։ Ֆուտբոլ 1 Արմենիա։ Սկսում ենք ով եմ ես խաղը, հարցերի միջոցով պետք է պարզես, թե ով է փակցված կամ ով ես դու հենց։ Եվրոպայից է Այո։ Եվրոպայի top 5 հավաքականներից մեկից է։ Հավաքական։ Հավաքական, այո։ Եվրոպայի top 5-երից է։ Հավաքականներից է։ Հիմա խաղում է։ Այո։ Top 5 հավաքական։ Չհասնի մեզ ոչ մի հարց։ Պրեմիեր լիգայից է։ Ոչ։ Okay։ Ոչ։ Խնդրեմ։ Ես չեմ ավարտել կարիերաս, ես խաղում եմ Այո, հիմա։ դու գործող ֆուտբոլիստ ես։ Ես սևամորթ եմ։ Չէ։ Ոչ։ Top 5 լիգաներ։ Այո։ Ասերիա։ Ոչ։ Ոչ։ Ես եմ։ Так, խնդրում եմ ինձ ասեք, գերմանացի է։ Ոչ։ Չեմ։ Ես հարձակվող եմ։ Ոչ։ Անգլիա։ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այո։ Top 6 թիմերից մեկը։ Հիմա top 6-երից, Հա։ որ հիմա մեկից Top 6-ը միշտ նույնն է եղել։ Չէ, հիմա Պրեմիեր լիգան։ Աղյուսակով չէ։ Անցյալ տարի եղել է, լավ, արի ասենք անցյալ տարի եղել է։ Arsenal, Chelsea, Անցյալ տարի եղել է։ Հա, Newcastle։ ոչ։ Так, ինձ ասեք Իտալիա։ Ոչ։ Ես պաշտպան եմ։ Ոչ։ Arsenal։ Ոչ։ Ժամանակին խաղացել է։ Չէ, հիմա Հիմա Arsenal, չէ։ Ինքը իտալացի է։ Ոչ։ Ես եվրոպացի եմ։ Այո։ Խաղացել եմ իմ ազգային հավաքականում։ Այո, դու խաղում ես հիմա քո ազգային։ Ես խաղում եմ ազգային Այո, հավաքականում։ քաղաքականից խաղում։ Ես top 5 լիգաներում եմ խաղում։ Այո։ Այո։ Իմանդեղ ենք։ Այո։ Ես Իտալիայի առաջնությունում եմ խաղում։ Ոչ։ Ոչ։ Manchester City եմ խաղում։ Չէ։ Top 6-ից եմ, ծաղին ասացի։ Բասի։ Իսպանիա առաջնությունում է։ Այո։ Շատ լավ։ Առաջին երեքի թիմերից է։ Այո։ Ռեալից է։ Այո։ Ես կարող եմ մտնել այդ գյուղից։ Կարող եմ երկու պամպերս դնել օգտագործած գյուղից կարող ռեալի ֆուտբոլիստի դրոսկի։ Դե ռեալից ով է Բելինգեմ։ Ոչ։ Okay։ Ես Անգլիայի առաջնությունում եմ խաղում։ Ոչ։ Դե ասել մեկը։ մնաց։ Դե ասել մեկը։ Գործող top 6-ից։ Դե ասել մեկը։ Aston Villa։ Այո։ Aston Villa։ Ադելավ դե այդ մի Դարպասապահ է։ Այո։ Էմիլիանո Մարտինես։ Okay, հաղթեց։ Ռեալից խաղում է top ակում բան հավաքականում։ Ֆրանսիայից է։ Այո։ Այո։ Էսպանիայում Մբապե։ Ոչ։ Չեմ։ Դե ֆրանսիացի Ես Վարան։ եմ, չէ, ախպեր, ես հիմա փորձեմ, ես Անգլիայից տեղափոխվել եմ, եկել եմ Գերմանիա երբ։ Այո։ Ես Անգլիայից եկել եմ Գերմանիա, հիմա խաղում եմ, ինձ թվում է ես հիմա խաղում եմ Բավարիայում։ Ոչ։ Բանը Կամավինգա։ Ճիշտ է։ Շնորհակալություն։ Ես Բորուսիա Դորտմունդում եմ խաղում։ Ոչ։ Մյունխենգլեդբախ, Ոչ։ Լայպցիգ։ Ոչ։ Ավարի հուշեք, ալբանացի է։
Ալբանացի չի, Այո, ալբանացի։ շվեյցարացի է։ Ամեն մի աղբերն է ալբանացի։ Ինքը ալբաններով Կոսովոից է, լավ սխալասի։ Բայց մի աղբերն է ալբանացի։ Այո։ Բայց հիմա որտեղ է խաղում։ Լևերկուզենի Բայերի ավակն է։ Այսպիսի հրաշալի հաղորդում ունենալու համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն Արփինետին, մեր գլխավոր գործընկերոջը։ Իսկ դու իտալական ֆուտբոլ որ սիրում ես, օրինակ նայ հիմա Յուվենտուսը չկա Չեմպիոններ լիգայում, երկրպագում ես իտալական թիմերին։ Այնքանով որքանով որ թիմը կարող է ցույց տալ գեղեցիկ ֆուտբոլ կամ այն ֆուտբոլ ու Մխիթարյանի գործոնից ելնելով։ Իսկ եզրափակչում սպասենք, որ երկրպագելու ես Մխիթարյանի համար Ինտեր։ Մխիթարյանի զատ Ինտերը լավ ֆուտբոլ է, կամային ֆուտբոլ է խաղում։ Օրինակ Բարսելոնայի հետ եթե խաղանայինք, Բարսելոնայի խաղացած ֆուտբոլը ոչային տրամաբանությունից ինձ շատ էր դուր գալիս։ Բայց այն կամքը, այն ցանկությունը, այն էմոցիան, որ դնում էր Ինտերը, դեռ որ հանձնվում ես էլի։ Քանի խոսացինք Մխիթարյանից, հիմա ու Մխիթարյանը շատ կարևոր դեր ունի Ինտերում ի դեպ։ Դե դա զգացվում է։ Գիտես ես ինչ եմ կնեք տղեր, ասեմ ինչ եմ դա զգում։ Ու դա իմ համար համ հպարտանում, համ ցավով եմ լցվում։ Օրինակ ես Ինտերի Instagram-յան էջին երբ հետևում եմ ու նայում եմ, ասենք մարզման ընթացքում երբ խաղում են, չգիտեմ, կվադրատ, տեսեք էլի ռուսերեն բառը կվադրատ են խաղում, չէ՞։ Կամ դիրջանի են խաղում են, բաղում, բան։ Թիմի տղերքը Մխիթարյանի նկատմամբ շատ լուրջ հարգանք ունեն։ Տղերք հարգանք։ Ես վստահ եմ, որ Մխիթարյանը մտնում է Անդերսան, զգվում են, ինքը էմոցիոնալ ճիշտ վայբով տրամադրությամբ ինքը բան է։ Տղեկ երրորդ մասին, չէ՞, բարելան ասում է։ Հա, այ դու տենում ես, որ կա լիդեր թիմում, չգիտեմ, եթե մի քիչ պրոֆեսիոնալ ես խաղացած եք ֆուտբոլ, երբ դու թիմում ունենում ես մի հատ ֆուտբոլիստ, որ ինքը դու գիտես, որ ինքը խաղադաշտում է։ Ինքը ուժեղ է, բայց վատ մարդ է, արդեն չես հետևում։ Ինքը կարող է լավ ֆուտբոլիստ, բայց դու բնավորությունը գիտես, որ ինքը տես տուզիկ է, էլի։ Հա, տեսնում Վինիսիուսը, ինքը տես լավ ֆուտբոլ, տուզիկ է։ Այդ տուզիկ բառը լավ բառ է, էլի ինքը բնութագրում է։ Օրինակ Նեյմարը Բարսելոնայի վերջին շրջանում, երբ խաղում էր, այդ դիտել մեր, որ ինքը Մեսսին հավասար զիգ ֆուտբոլիստ է։ Որտեւ վնասված կստացավ Մեսսին։ Հա, բանի վերջում Բրազիլիայի հավաքականի այս վերջին ելույթները դուտելն ես, որ մենակով տանում էր թիմին հետ, այդտեղ Խորվաթիան ինչ գոլ խփեց։ Բայց ֆուտբոլիստը որ տուզիկ են իրան։ Օրինակ հիմա Մբապեն ինքը ուզում է ցույց տա, որ ինքը լիդեր է, բանը իր էմոցիաներով, բան, բայց չէ, տենց չի։ Գրիզմանը տենց էր, Ժիրուն տենց էր։ Օրինակ 98 թվականին երբ նայում ես Հանդերսյանի խոսակցությունները, Դեշամը, Ռոժե Լեմերը մեկի բան այնտեղ կանգնած, Դեշամը Զիդանին կանչում, ասում է այսպես ենք խաղալու։ Պետք է արինակ։ Թիմի հավաքը ինքը արդեն իսկ թիմը կարծում էր երկրորդ խաղակեսի այս խոսակցություններն են նայում, բան Անդերսանում հավաքված, բան արին ջայլ տղա է, բայց ունենց է իրան պաունդ ուտելն ես, որ լիդեր տղա է։ Այդ որց իրնես տեսակով, որց։ Մեր հավաքականում Հենոն։ Որքանով պակաս այդ Հենոնը տենց էր, բայց մեր հավաքականում։ Ես որքանով որ լսել եմ մանավանդ վերջին շրջանում, Հենոյի ներկայությունից զգվում էին մարդիկ։ Հենրիխ Մխիթարյանն եւ հավաքական կապն ենք ուզում։ Իսկ ում այսի ամենաէպիկ վերջաբանը դա այո, ես ամենայն անկեղծ ես խոսում եմ, որ բնակաբար որպես ֆուտբոլասեր ու հայկական ֆուտբոլի պատրիոտ, որովհետեւ կյանքիս մի հատ մեծ շրջան տվել եմ հայկական ֆուտբոլին։ Ես գիտեմ, որ քո ընտանիքն հենց հայկական շատ ֆուտբոլասեր ընտանիքն է։ Այո, հայրս, եղբայրս Պապատել միշտ ինքը ծանր է տանում, երբ որ մեր հավաքականը դաժե ոչ հոգի է վերջանում, շատ ծանր է տանում։ Նեղվում ենք, բրամ առողջականի վրա է ազդում սաղից, էլի։ Ռեալ, շատ ենք նեղվում։ Ու Հերիխ Մխիթարյանի գոյությունը այդ իմաստավորում է մեր առասարակ ֆուտբոլը հայկական։ Ու հիմա շատերը կասեն այդ ներքին խոսակցությունները ֆեդերացիա, բան այնտեղ ինքը հրաժարվել է կամ ինքը չգիտեմ ինչ որ բան։ Ես կարծում եմ հետեւյալը, եթե կա ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահ, ամենայն հարգանքով ես արդեն ունեցա անձամբ շփվելու Արմեն Մելիքբեկյանի հետ, տրամաբանող լրագրող եւ այլն եւ այլն։ Բայց ես հիմա խոսում եմ պաշտոնի մասին, ոչ թե Արմեն Մելիքբեկյան անձի մասին կամ պարոն Նիկողոսյանի մասին, ում նույնպես ճանաչում եմ, վատ երբեք չեմ տեսել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան, ով ուզում է լինի, ես, դու, մյուսը։ Եթե ունենք մենք Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գործը այն է, որ ինչ ուզենա Հենրիխ Մխիթարյանը, դու պետք է անես, որ ինքը լինի հավաքականում։ Անտուփ, եթե ինքը ասում է, դու պետք է հրաժարական տաս, ախպեր դու պետք է հրաժարական տաս, որ Հենրիխ Մխիթարյանը գա հավաքական։
Իսկ չես կարծում, որ թիմից առավել ոչինչ չի կարող լինել, նույնիսկ անհատ ֆուտբոլիստը, ինչքան էլ ուժեղ Ես ֆուտբոլիստ։ ասեմ ավելի, բայց հենց Հենրիխ Միխելյանը որ գալիս է, թիմի համար է գալիս։ Ոչ թե գալիս է, որ թիմն է դեմը որ հենու խաղը։ Չէ, իհարկե ոչ, ես այդ նկատի չունեմ, Թիմի ծառայել որն է։ ուղղակի սահմանափակումներ էլ, ասեմ, ամենաթողություն չլինի մխիթարի որոշումների մեջ։ Հենրիխ Միխելյանը, Հենրիխ Միխելյանը պետք է ամենաթողը լինի։ Այդ ինչ չի քննարկվում։ Տղեր չի քննարկվում։ Ախր տղեր ունենք չունենք միած ֆուտբոլիստ ունենք 3 տարվա մեջ Այդ մակարդակի այո, 3 տարվա մեջ 2 անգամ մտել է ֆինալ, արա Չեմպիոնս լիգայի ֆինալ, տղեկ, արա 73-ը որ աստված ասում ենք, արջ կա։ Ես կյանքին մեռնեմ։ Իրանք լուրջ մարդիկ են, լավ գործ են արել, չէ՞։ Մի հատ ազգային առաջնություն է հաղթել, 2 անգամ է գավաթ է կրել։ Այս տղեն։ Բավարիան է։ Չէ, ես իմ ասած արժեզրկելով եմ իփլ ասում, բայց չէ, ամենայն հարգանքով, իհարկե, ամենայն հարգանքով։ Մարիո Քեմպեսը երբ եկել էր Ուլարտու ֆուտբոլային ակումբը, ժամանակ բանան։ Մեր լուսա հոկի Դավիթ Մարտիրոսյան, ես շատ սիրում հարգում եմ իրան, մի հրաշալի պատմություն պատմեց, ասում եմ քայլելով գնացինք արձաններ կա, չէ՞, Զանազան Անդրեսյան։ Ասացի մեր լեգենդներն են, Մարիո Քեմպեսին, գիտեք, չէ՞ Մարիո Քեմպեսով աշխարհի չեմպիոն տղա է։ Արգենտինացի։ Արգենտինայի հավաքականից։ Ասեց ով է, ասացի մեր լեգենդներն են, ամենայն անկեղծում ասեց իսկ ինչ են կրել տղերքը, ինչ դիտողներ են։ Ասեցի, բան, ազգային առաջնություն են կրել, 2 անգամ է գավաթ, մի անգամ է 2 անգամ է ֆինալ են եղել։ Դե բնականաբար Մարիո Քեմպեսը դաստիարակված անձնավորություն, ասեց հա շատ լավ եւ այլն, բայց եկեք տրամաբանենք։ Մեր պլանկեն միշտ ազգային ֆուտբոլի Եղել է Արադ 70։ Եղել է Արադ 70-ին որ ազգային առաջնություն է կրել։ Տղերք, հասկացեք, երբ դաշտում կներեք էլի, արեք հասկանանք, երբ դաշտում քո կողքը կանգնած է Հենոյի պես գիգանտ։ Մենակ դու հանգիստ չես լինի։ Դիմացի թիմն են ռուսերեն բառն նապրյակ։ Նապրյակի մեջ է, լարվածության մեջ է, երբ որ կա գնդակի ոնց է խաղում, երբ ինքը ֆուտբոլիստ քաշում, երբ ինքը գրող է սկսում։ Հենոն արը չեմպիոններ լիգայի ֆինալիստ տղա է։ Դաշտում կանգնած է, դու պետք է շնչես իր վրի օդը, որ ուզում ես դառնաս ֆուտբոլիստ, մի զգաս արեք տղեն ոնց է ապրում։ Մենք էլ չենք ունենալու, հիշի։ Դա ես գրեթե 26 եմ լինի։ 26 ես։ Ասում եմ ինչքան է ապրել։ 26 տարեկան ես։ Հիմա տես։ Մենք հեսա կլինենք 60, 70, 80, մենք ես կարամ գարանտ կանգնեմ, մենք չենք ունենալու, եթե ֆուտբոլ կլինի արածակ։ Հայ ֆուտբոլիստ Հայաստանում ծնված դա նման եթե նման բանով գնանք քշնչած, չգիտեմ, բան պերաշկին կերած, մարշրուտկով տեղ գնացած են վերջին գարներով, ռաֆով կամ ինչ չի լինելու այդտենց հայ ֆուտբոլիստ, որ խաղա չեմպիոնների լիգայի բան եզրափակում չի լինելու ով է մեղավոր, ինչ այնքան է քննարկվել այդ հարցը, ով է մեղավոր, ֆեդերացիան թե դա մեր գործը չի։ Կա ֆուտբոլի ֆեդերացիայի գործերն, նա որ հավաքականում խաղան լավագույն ֆուտբոլիստները։ Ամենապրիմիտիվն եմ ասում։ Եթե բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը չի խաղում, ուրեմն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր գործը չի անում։ Ախպերը հոկտեմբերին դաշտ ենք բացել, ես չգիտեմ, այդ ինձ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է, որ իմ հավաքականից, իմ սրտի հավաքականից խաղա լավագույնը, ու լավագույնը Հենրիխ Միխելյանն է։ Որ գնամ ստադիոն ուզենամ իրան տենամ ախպեր։ Ինչևէ, մենք էլ կրկին կոչ ենք անում Հենրիխին, եթե լսում ես Հենրիխ, մենք քեզ շատ ենք սիրում, մենք քեզ շատ ենք սպասում։ Մենք միահույս ենք, որ մի օր եւս գոնե վերջին անգամ տեսնենք Մխիթարյանին հավաքականի մարզաշապիկով, ինչ որ մի օր։ Եվ մեր հաղորդման վերջում քո սիրած խաղերից մեկն ենք ուզում քո հետ խաղանք, 3-2-1 է այդ խաղը կոչվում, 3-2-1, երկուսը թիմ եք ասում, թիմից ֆուտբոլիստ։ Եթե ուզում ես շահել խաղաշապիկ, ապա պետք է պատասխանես Գևորգի հնչեցրած հարցին։ Որն է միակ հավաքականը պատմության մեջ, որը դարձել է մունդիալի հաղթող, չհաղթելով խմբային փուլում եւ ոչ մի հանդիպում։ 3-2-1 Նապոլի։ Իգուայն։ Ակրեցի լավ, չասեցի։ Ես կարա ասի Իգուայն պրինցիպի։ Ոստասին ադլասը, կրեցի, գոնե անգամ կրեցի։ Շնորհակալություն։ Չէ, էլի 3-ից է խաղ։ 3-ից է։ Այս մեկը կրեցի։ 1-0։ 3-2-1 Աստոն Վիլա։
Մարտինես, Էմիլիանո Մարտինես, համդեղ 1-1։ 1-1։ Ես Ռեշֆորդը ուզում ասել։ Բայց Ռեշորդը Չկա։ Պրոստը գավորից տղեն է, չէ՞ խոսքը։ Անունն է ծիրում։ 3-2-1։ Դորտմունդի Բորուսիա։ PSG, Դեմբելե։ Ահա մոհասանով ինչ են կանում էսա։ Կներեք իհարկե։ Բուրեն փորձման համար։ Պատրաստ ենք։ 3-2-1։ Մոնակո։ Ռեալ Մբապե։ Ճականակիրա, մի վրազի, ասպրես, դու ես էլ իշը, մի վրազնան։ Դե, ոքեյ, դե մաս տենց ստացվես, կներեք հասնեք։ Էլի 3-1։ Էդի 3-1 հաղթեց մեր հյուրը, այո, տանտերերը չեն հաղթում, մեր մոտ հաղթում են Մենք հյուրընկալ ենք։ Այո։ Արի փողեք։ Շնորհակալություն Վահե ջան, որ Ձեր շնորհեցիր եկար։ Իրոք լավ զրույց ունեցանք, իմացանք քո կարծիքը առհասարակ ֆուտբոլի եւ մեր հայկական ֆուտբոլի մասին, հումորով լի հաղորդում էր, Բայց լուրջ մեսիջով։ տողատակ։ Այո, մտորելու Այո։ լուրջ թեմաներ իրականում։ Քո ապագա գործունեությանը հաջողություն, մենք էլ երբ տեսնենք, լավ տեսնենք իրար։ Շնորհակալություն, որ եկար։ Հուսամ Ինչ տաս մի օր կտեսնենք Լեփլեցուն տրիբունաներ։